Էսկիջյան ֆոտոստուդիան հրավիրում է ամանորյա յուրօրինակ ընտանեկան լուսանկարահանումների։ Գրանցվելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։ Տեղերը սահմանափակ են։ Դրանց փորձում են համոզել, այսինքն ինչ փորձում են, արդեն համոզել են։ Դուք ով եք, հայ եք, դուք ոչնչություն եք, դուք չունեք պատմություն, դուք տկար եք ու անկարող, դուք ոչինչ փոխել չեք կարող, դուք պետք է միշտ լինեք ռուսական լծի տակ, վախեցած Ադրբեջանից և խոնարհված թուրքերի առաջ, դուք միշտ պետք է սպասեք օգնության Ամերիկայից ու գոյատևեք ստորացված և միշտ գլուխներդ կախ, քանի որ դուք փոքր եք, անկարող եք և վախկոտ։ Դե բավ է, վերջ տվեք լսել տականքների հակահայկական կործանարար սուտ քարոզները, ապա վեր կացեք հայեր, ոտքի կանգնեք, դուք ընտրյալ եք, օգտագործեք ձեր հզորագույն զենքը, որը ձեր միասնականությունն է, հիշեք ով եք դուք, հիշեք ձեր հզոր պատմությունն ու քաջ նախապապերին, որոնք ամբողջ աշխարհն են իրենց ենթարկել, միասնականությամբ, Իզեն։ Եկել է արդարության ժամանակը, եկել է վերածննդի ժամանակը, եկել է լույսի բանակի ժամանակը, դեպի հայք, դեպի ոսկե դար։ Ազատություն հերկպայականս, միություն իգարևորս և սեր հնդանուրս, սերը որ մայրն է բոլոր բարիքների մարդկային կյանքի մեջ առհասարակ, նաև հասարակական կյանքում, այս դեպքում սերացելով պետք է հասկանանք երևի հատկապես եղբայր սիրությունը։ Մենք բոլորս, դուք բոլորս միասին մեկ ազգի հարազատ զավակներն ենք, ամեն բանից վեր և անկախ ամեն տեսակի տեսակետներից և քաղաքական դիրքորոշումներից։ Իսկ սկզբանե մենք մեկ ազգ ենք և հետևաբար նույն ազգի զավակներն ենք համախմբված Սուրբ Արարատի լանջերի շուրջ հազարավոր տարիների ի վեր նախաստեղծման շրջաններից սկսյալ այդ ժողովուրդն ենք մենք։ Օրվա բարի ժամ հայեր ջան, ոնց տեսակ արտառոց դեպքերի հետ կապված լուծումները արդեն տրված են, հիմա սպասում ենք մեր հարցադրումների պատասխաններին կապված են թուրքական շտապ օգնության մեքենայի հետ։ Առաջին իսկ պատասխանը ստանալուն պես ես միանգամից բոլորիդ կտեղեկացնեմ, ու եթե էլի անելիք ունենանք, կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ առանց հապաղելու կանենք։ Նենց որ սպասենք ԱԱԾ-ի պեկի ու առողջապահության նախարարության պատասխաններին։ Այդ տենց։ Հիմա այսօրվա ասելիքիս հետ կապված, հայեր ջան, ես էլ ցանկացած մտահոգ հայի նման ամեն օր մտածում եմ, թե ինչա պետք մեր ազգին տեղեկացնել, ինչի վրա աչք բացել, որ իրականությունը տենան նենց, ոնց ինքը կա։ Ու դրանով էլ վերջ դնենք այս բոլոր խնդիրներին ու համախմբվենք վերածննդի շարժման գաղափարի շուրջ։ Ոնց տենում եք ամեն օր կոնկրետ մի թեմա հնարավորինս մանրակրկիտ բացատրում ու հիմնավորում եմ, որ ում ինչը պակասում էր հասկանալու, օգնեմ դրա վրա աչք բացի։ Չնայած նրան, որ կոնկրետ այդ տեսանյութերս շատ մարդ չի նայում, քանի որ շատերը սովորել են բամբասանքի, ուղեղ չծանրաբեռնող տարատեսակ տափակ հաղորդումների ու մակերեսային վերլուծությունների։ Իմ խոսքը իրանց համար ծանր է, ժողովուրդ, տենց է իրանց թվում, որտև չեն սիրում լրջություն, չեն սիրում իրական գնահատական ու չեն սիրում, երբ իրանց կոչ ես անում ինչ-որ բանի
մաս դառնան ու միանան դրան։ Իրանք սիրում են առանց միանալու մենակ հետևեն, մեկնաբանեն ու մի խոսքով թեթև ապրեն։ Այսինքն նման մարդիկ, ովքեր ընդունակ են ու սիրում են մենակ քֆուր ու բամբասանք լսեն, իրանք պայքարողել չեն։ Ուստի ձեզանից քանի հոգևոր լսում է բոլոր ուղերձներս ու լսում է մինչև վերջ ու հետնել կիսվում ու տարածում է, այ դուք պայքարի ջիղ ունեցող մարդիկ եք։ Ու ոնց որ հաճախ ինձ գրում եք, որ ձեր հույսը ես եմ, ճիշտ նույն ձևով էլ իմ հույսը դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը։ Ու ես հավատարիմ եմ իմ պայքարելու խոստումներին ու վստահ եմ, որ դուք էլ ձեր։ Ու դա հիմնական երաշխիքներից է, որ վերածննդի շարժումը կարանք միասին իրականացնենք։ Ու այսօր ինչից եմ ուզում խոսամ։ Մի բանից, որ հույս ունեմ, գոնե մի հոգու կօգնի Եվս մի քայլով մոտենալ իրականության ճշգրիտ գիտակցմանը։ Որոշեցի անդրադառնալ մի հատ թեմայի, որը վտանգ է ոչ միայն Հայաստանի համար, այլև համայն հայության համար։ Վտանգ, որ 2026-ին դառնալու է ոչ միայն քաղաքական, ոչ թե մենակ սահմանային ու տնտեսական, դրանք կան ու կան այդ վտանգները, այլ նաև քաղաքակրթական չափի մարտահրավեր, որը որոշելու է հայությունը շարունակելու է մնալ համաշխարհային պատմության մեջ որպես ուժ, որպես ազգ, թե վերածվելու է աշխարհաքաղաքական մնացորդի։ Այս այն բանն է, որը ձեզ չեն ասում, որի մասին չեն խոսում ու աշխատում են ամեն կերպ այս թեման թողել երկրորդ պլանում, որ առհասարակ թողեն թաքնված ու չբացված։ Բայց դա իմ պարտքն է քանդել ցրել այն մարախուղը, որի մեջ պահում են բոլորիս միտքը, որովհետև 2026-ը լինելու է հայության համար ճակատագրական տարեթիվ, ու մենք պարտավոր ենք հանդիպել դրան ոչ թե քնած կամ անտարբեր, այլ սթափ ուղեղով ու որպես մասնակից։ Հիմա տեսեք, հայր ջան, ինչն է ամենախնդրահարույց վտանգը 2026-ին։ Հաստատ հիմա շատերիդ մտքով անցնում է Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, պատերազմ, սահմանադրության փոփոխություն, Սյունիք։ Սրանք իհարկե վտանգներ են միանշանակ ու շատ լուրջ վտանգներ հետնել բազմավեկտորային։ Բայց սրանք արտաքին երևույթներ են, որոնք շունչ են առնում ներքին ու ամենահիմնական վտանգից։ 2026-ի ամենախնդրահարույց վտանգը հայության համար մի բան է՝ հայ ազգի ամբողջական հոգևոր կոտրում։ Ու հա, ոչ հողը, ոչ սահմանը, ոչ բանակը, ոչ դեմքերը, այլ հայ մարդու ներսում եղած վերջի ուժի, վերջի վստահության, վերջի սրբության, վերջի հավատի ու հույսի կոտրում։ Էսա այն վտանգը, որը կանխելու համար, եթե մի փոքր ուշանանք, ապա Հայաստանը մյուս տարի ուղղակի կդադարի գոյություն ունենալուց։ Որովհետև մենք կանք, քանի կա Հայաստան, դե իսկ Հայաստանն էլ կա, քանի կանք մենք ունենք զգոնություն, պահանջատիրություն, հավատ ու վստահություն։ Այդ չեղավ, ոչ մենք կանք, ոչ էլ Հայաստանը։ Դրա համար 2026-ի վտանգը հոգևոր է, ոչ թե ռազմական։ Ու այդ հոգևոր վտանգի հետևում կանգնած է նաև այո ռազմական վտանգը, տնտեսական, մի խոսքով բոլոր ձեզ հայտնի ու անհայտ վտանգները, որովհետև հայը զենքով չի պարտվել, հայը միշտ պարտվել է հոգեբանական պատերազմի մեջ, որտեղ ֆիզիկապես ոչ մի թշնամի ոտք չի դրել ու գրաված դիրքերն էլ չեն եղել ֆիզիկապես, բայց հենց մեր այդ հոգեբանորեն կոտրվելու, հույս ու հավատ կորցնելու արդյունքում հենց ֆիզիկապես էլ գրավել են մեր ամբողջ հայրենիքը ու մինչև հիմա էլ դրանց ախորժակը տեղն է նոր տարածքներ խլելու ու օկուպացնելու։ 2020-ի պարտությունը պատերազմ չէր, 2023-ը պատերազմ չէր, 2024-25-ի ճնշումները պատերազմ չէին։ Սրանք բոլորը եղել են մի հատ մեծ սցենարի փուլեր վերջնական նպատակով կոտրել հայ մարդու մեջ պետություն ունենալու ցանկությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը կոտրեց բոլորիդ հավատը փողոցային պայքարի հանդեպ, մզեց մինչև վերջ։ Ոնց որ Քոչարյաններ ասում, մաշացրին մինչև քոքը։ Բայց ամեն ինչ անելով է, որ մաշեցնելու է, մինչև քոք։ Հա, ձեզ թվում էր Նիկոլինա մաշացնելու, չէ, հայր ջան, ձեր հավատը պայքարի հանդեպ։ Մի հատ հիշեք, էլի, ամիսը մեկ Իշխանի ու Բագրատի հավաքները, անկապ անիմաստ քայլերթեր, բարձր խոսքեր ու ոչ մի արդյունք։ Գումարած դրան, իրանք անգամ մեր հանդեպ ձեր հավատը կոտրելու համար իրանց արբանյակ շարբազներին հանեցին ու գցեցին Facebook-ները, որ
Դրանցից ով ինչ շար ասես մեր վրա անի, որ մեզանից էլ վանեն ձեզ, ու իրանց կարճ խելքով մնան մենակ իրանք, որ իրանց հետ դուրս գաք հոգնելու ու հիասթափվելու, որտեվ դրանք գիտեն, որ իմ հետ այդ քանակության մարդ դուրս գալու դեպքում անգամ մի օր չի անցնի, որ Հայաստանի իրականությունը կփոխվի, զգալիորեն կփոխվի, իսկ իրանց դա պետք չի, քանի որ չփոխված իրականությունը իրանց էս 30 տարուց ավել մշակած մատրիցան է, որ իշխանությունը միշտ իրար պաստալով ապրեն։ Դե իսկ երբ մարդը, ժողովուրդը իր հույսն ու հավատը կորցնելու արդյունքում հոգեպես հանձնվում է, տվյալ ժողովրդի պետությունը դառնում է ընդհանրապես քարտեզի վրա գրված բառ, ոչ թե կենսունակ կենթանի մարմին։ 2026-ին այդ սցենարը մտնելու է իր ամենավտանգավոր փուլ։ Ուժերը, որոնք տասնամյակներով աշխատել են մեր ամեն թուլության վրա, հիմա անցնելու են վերջի հարվածին, հայկական ինքնության վերջնական լուծարմանը։ Ազգի հոգևոր կոտրումը փորձելու են իրականացնել 4 մեխանիզմներով։ Առաջինը անվստահություն սեփական ուժի նկատմամբ։ Ձեզ համոզելու են, որ դուք պայքար ունակ չեք, փոքր եք, անկարող եք ու անօգուտ, իսկ ոչ մի ազգ չի ապրում առանց ինքնագնահատականի։ Ազգի մահը սկսվում է այն պահից, երբ ինքը իրան տենում է ոչ թե որպես տեր, այլ որպես պատահական մնացորդ։ Դրա համար էլ տարբեր ֆորմատներ ու հարթակներ օգտագործելով բոլորիդ փորձելու են բերել այդ գիտակցման, որ դուք անօգուտ եք, անիմաստ ու անպայքարունակ։ Երկրորդը սրբության գիտակցման ոչնչացումն է։ Երբ ոչնչացվում է պատմությունը, հայության հիշողությունը, Արարատի խորհրդանիշը, Սյունիքի արժեքը, ու երբ պետական խորհրդանիշը դառնում է ինչ-որ քննարկման թեմա, երբ հայոց պետականությունը դառնում է պարապ-սարապ-սոց ցանցային հումորի նյութ, ժողովուրդը կորցնում է իրան պահող հոգևոր սյունը։ Այդ դրա համար է, որ անընդհատ ու ամեն օր բացասական կողմից ներկայացվում է եկեղեցին ու Գերմանիաներում էլ համայն աշխարհի առաջ բամբասանքչի էքիպես բարբաջում են մեր եկեղեցուց, որ աշխարհն էլ նախապես ընտելանա նրան, որ հայ ազգը դա ողջունում է, քանի որ հստակ պայքարի բացակայությունը դիտարկվում է որպես ոչ այլ ինչ, քան հանդուրժողականություն ու համաձայնություն։ Դրա համար էր, որ երկու թևն էլ, թե ներկա, թե նախկին, ամեն կերպ փորձեցին մեր պայքարը սևացնել, դրանով էլ հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենք աշխատում են միասին, հանուն մի գաղափարի, պահպանել հայակորձան մատրիցան, որտեղ միշտ իրանք են որպես իշխանություն ու ընդդիմություն, քանի որ իրանց համար կարևոր է իրանց պաշտոնն ու փողերը, ոչ թե պետության ու ազգի բարգավաճումն ու զարգացումը։ Հիմա երրորդը մշտական հոգնածություն ու հիասթափություն, դա ներքին հակահայերի լավագույն զենքն է, նույնիսկ վախից ավելի ուժեղ։ Սրանք իրանց աչքի առաջ են պահում մոտ ապագայում իրականացվելիք ժողովրդի հոգնածության ինժեներական արտադրությունը, ու այդ արվելու է, չնայած արդեն արվում է, լուրերով, տարբեր դժբախտություններով, տնտեսական անորոշությամբ, շարունակվող ճնշումներով, քաղաքական ցնցումներով, բլոգերների ու հաղորդավարների կողմից միտումնավոր լույսի բանակին չանդրադառնալով, ու ամեն օր թուրքական շտապօգնության Երևանում հայտնվելու նման տարատեսակ ներվ ուտող ու մարդկանց հունից հանող քայլերով, որ ամբողջ մտահոգ զանգվածի ներվերը խառնվեն իրար, թմրեն ու այն որ այդ ամեն ինչը դառնա սովորական, որ ժողովրդին պահեն հոգնած, ոչ թե պայքարելու, այլ նույն կոտրվելու ու արհեստականորեն ստեղծած իբր անկարողության գիտակցումը վերապրելու ռեժիմում, անընդհատ որ վերապրեք, որ դուք չեք կարում, որ ով ինչ ուզում անում է, որ ժողովուրդը անկարող է եւ այլն։ Կարող է մի քիչ բարդ է թեթև ընկալել ասածներս, բայց սա YouTube-ը, ինչքան ձեզ պետքա, կարաք հետ տակ ու սկզբից դնեք, նորից լսեք։ Ու չորրորդը, դա ինքնության շեղումն է։ Հայը սկսում է մտածել ոչ թե իր առաքելությամբ, այլ իր կենցաղով, ու երբ ազգը կորցնում է իր առաքելությունը, ինքը դառնում է իրար փնովող, իրար ատող, իրար չվստահող մի հատ ամբող, ինչը փաստացի մենք այսօր կանք։ Դրա համար այն, ով այսքանը հասկանում է, ինքնուրույն վերականգնեք ձեր մեջ ազգ ու ժողովուրդ լինելու ձեր բաժին պարտականությունը ու կանգնեք քաղաքակրթական, ազգայնական ու պետականամետ գաղափարների հիման վրա հիմնված վերածննդի շարժման կողքը, որ շուտով մեծ թափով ու մեծ քանակությամբ դուրս գանք փողոց, մեկ ընդմիշտ հակահայկական, հայակորձան ու
պետականակործան մատրիցան վերացնելու համար ու վստահ եղեք, եթե անգամ ձեզանից մեկը մի հոգի չմասնակցեց, ապա ոչինչ էլ չի ստացվելու։ Ու սրանց այս մատրիցան շարունակելու է խժռել ձեր արժե համակարգը, պատմությունը, պատիվը, առողջությունը, ֆինանսներն ու ընդհանուր վերցրած կյանքը։ Նենց որ եթե չեք ուզում հանձնված սուրիկատի պես կուլ գնալ վիշապին, ապա պատրաստ եղեք առաջին իսկ կոչովս փողոց դուրս գալու։ Հիմա վերադառնանք այսօրվա թեմային, ինչի է վտանգը իր գագաթնակետին հասնելու հենց 2026-ին, որովհետև միջազգային սեղանին դրված է մի հատ մեծ նախագիծ, մշակութային քաղաքակրթական հիմնահատակ վերափոխում ամբողջ տարածաշրջանում։ Ու այդ վերափոխումը, տեսեք ինչ է նախատեսում։ Նախատեսումը Հայաստանի սահմանների վերջնական փափուկ հախորնացում, այսինքն սահմանների ձեռառնոցի, բանակի վրա դրական ազդեցություն ունեցող ու դրական գործող օղակների վերջնական փակում, սահմանադրական ու խորհրդանշական փոփոխությունների գործարկում ու Հայաստանի որպես պատմական ինքնության կրողի քաղաքական չեզոքացում։ Ժողովուրդ, այս իրականությունն է։ Ու ձեր կյանքի ամենամեծ պարտքը որպես հայի այսքանը գիտակցելն է, իսկ դրանից ավելի մեծ պարտք դրա դեմ պայքարին միանալն է, այսինքն վերածննդի շարժման անբաժանելի նվիրյալ ու հավատարիմ մաս դառնալն է։ Մեր նպատակն է, որ հայը ունենա գերագույն ինքնություն, իսկ սրանց բոլորի նպատակը մեկն է, որ հային գերագույն ինքնություն բերող չլինի, ու հենց դրա համար են բոլոր ֆրոնտներով աշխատում մեր դեմ։ Դուք սա պետք է հստակ գիտակցեք, որովհետև հակառակ դեպքում հայը որպես ազգ ու անգամ բոլորս որպես անհատներ կորցնելու ենք մեր ինքնությունը, իսկ երբ մարդը կորցնում է ինքնությունը, ինքը կորցնում է երկիրը առանց պատերազմի։ Ու հիմա հարց այն զանգվածին, ովքեր անգիր արած ասում են ում երեխեքի հաշվին եք պատերազմ ուզում։ Հիմա հարց, բա դուք արա, դուք ում երեխեքի հաշվին եք մերվում ես իրականության հետ, որ գանգներդ մցրել են որպես խաղաղություն։ Հələ այս հարցին պատասխանեք։ Ու 2026-ը հենց այս թաքնված օրակարգի իրականացման տարեթիվն է, երբ աշխարհաքաղաքական դաշտում ուժերը կանգնելու են նոր հավասարակշռության անհրաժեշտության առաջ, ու մեր այս չափսով փոքր պետության ճակատագիրը որոշվելու է շատ արագ ու համարյա լուռ։ Ու այս վտանգը ավելի մեծ ու դաժան է աշխարհասփյուր հայության համար։ Աշխարհում միլիոնավոր հայեր կան, որոնք եթե կորցնեն հավատը Հայաստանի, նրա առաքելության, նրա ապագայի նկատմամբ, իրենք կկորցնեն լեզուն, կկորցնեն ինքնությունը, կկտրվի Հայաստանի բովանդակության հետ իրենց կապող կապը, իրենք կդառնան ուղղակի անօթևան սերունդ, ու խոսքս մարդկանց ունեցած անձնական տների մասին չի, այլ հիմնական ու գլխավոր հայրական ու պապական տան մասին է խոսքը, Հայաստանի։ Ու թե Սփյուռքում, թե Հայաստանում ապրող հայը կդառնա ուղղակի մի հատ աշխարհաքաղաքական հիշողություն, որը շատ շուտ ու շատ հեշտ կմոռացվի ու կգնա։ Էս է իրական վտանգը։ Աշխարհասփյուր հայության ամբողջական հոգևոր անջատումը Հայաստանից, որովհետև երբ գլոբալ հայկական միտքը այլևս չի զգում իր հիմքը, այդ հիմքը փլվում է, ու իր այդ փլվում է ամբողջ տունը։ Ու ես այսքանը չեմ ասում, որ դուք հիասթափվեք ու մտածեք լուծում չկա, լուծումը կա, ու ես հիմա կասեմ, ես էլ այն մարդկանց համար, որ ես 2 տարի է նույն բանը ասում եմ, մեկը հարցնում են, բա ինչ լուծում եք առաջարկում։ Հիմա նորից ասեմ, ինչ պետք է արվի 2026-ի հենց առաջի օրվանից, պետք է ստեղծել հայկական նոր ինքնագիտակցություն, իսկ ավելի ճիշտ նորովի դա վերականգնել։ Չի կարելի ոչ մի գործ սկսել, մինչև չվերականգնվի այդ հոգևոր ոսկորը, որի վրա կանգնած է ամբողջ ազգը, ու այդ է պատճառը, որ ես համարյա ամեն օր այդ ոսկորը վերականգնելու նպատակով տարբեր փոշոտված հարցերի վրա լույս եմ գցում, որ օգնեմ իրականությունը ավելի պարզ տենաք ու ամենքդ ձեր հստակ անելիքը պատկերացնեք։ Պետք է վերականգնել ձևակերպումը, թե ով է հայը, ոնց ու ինչով է տարբերվում, ինչի իրավունք ունի, ինչ խնդիր ունի, ինչ առաքելություն ունի 21-րդ դարում ու ոնց պետք է իրականանա վերածնունդը։ Այս բոլոր թեմաներին առանձին անդրադարձել եմ։ Մի ալ արեք, այս վերջի շրջանի բոլոր վիդեոները նայեք։
Ու հիշեք, որ այդ վերածնվելու համար անհրաժեշտ վերականգնումները չեն գալի ինչ-որ դասագրքերից, չեն գալի առավել եւս կուսակցություններից, չեն գալի նախկինների ու ներկաների գնալ գալուց, այլ գալիս են ազգային մտքի արթնացումից։ Երբ ժողովուրդը իշխում է ոչ թե իր վախերով, այլ իր նպատակներով, այդ ժամանակ վտանգ չկա, այլ կա հնարավորություն։ Ու այս հենց այնա, ինչից վախում են բոլորը, որ հայը նորից կարթնանա ու կասի ես կամ, ես իրավունք ունեմ, ես պետություն եմ, ես ազգ եմ։ Ու հայեր ջան, նորից ասեմ, որ 2026-ի ամենամեծ վտանգը ռումբեր չեն, պատերազմ չի։ Այդ մի նախադասությունն է, որը փորձում են ձեզ ներշնչել, որ հայը չի կարա։ Ու եթե այդ նախադասությունը նստեց ձեր գլխում, ոչ մի բանակ էլ մեզ չի փրկի, ոչ մի դաշնակից մեզ չի փրկի, անգամ վերածննդի շարժումը չի փրկի։ Ու միշտ հիշեք, հայեր ջան, որ ազգը, որը հավատում է իր անկարողությանը, արդեն նվաճված է։ Մի հանձնվեք, քանի չեք մահացել։ Մի հանձնվեք, որ չմահանաք։ Որովհետև մեկը ես չեմ եկել հանձնվելու արեստացին ճակատագրի համար, ես գիտեմ, որ դուք էլ։ Ուրեմն միասին պետքա բերենք այն օրը, երբ ամեն մի հայ նորից կհիշի, թե ինքը ով է, ամեն հայ կհիշի ինքը իրան, հայը հիմա առավել քան երբևէ, պարտավոր է ինքը իրան գիտակցի։ Ու այո, վերածնունդ լինելու է, ընդամենը խնդրանքս է բոլորիդ, ոչ մի վարքյան չտատանվեք, չկասկածեք, ու չտրվեք սրա նրա անհիմն բամբասանքներին։ Ոչ մի վարքյան չմտածեք, որ դուք ինչ-որ մի բան չեք կարա։ Այդ ոնց ալնում Նիկոլը կարում է, մի ամբողջ ազգ չի կարում։ Սա աբսուրդ է։ Ընդամենը ինքներդ ձեզ գիտակցեք ու հավատացեք ձեր սեփական ուժերին ու այդ ամբողջ ուժը մոբիլիզացրեք, միացրեք վերածննդի շարժմանը։ Ընդամենը 3 օր, սկսած այն օրվանից, որ օրը կհայտարարեմ, որ դուրս են գալիս։ Չզլանաք, չալարեք, առանց տատանվելու դուրս եկեք ու կանգնեք կողքներս, հələ տնամ ոնց չենք կարում։ Նենց որ կեցը այն հայքը, որը մենք ենք բերելու։ Լավ մնաք ու Աստված օրհնի բոլոր էությամբ հայերին բարձր սիրով ու անպայման ճշմարտությամբ։